Մեքենայի շարժին մի փոքր օգնեցինք, որից հետո ինքն իրանով դուրս է անում ցիլինդրների մեջից բավականին հաստ կեղտոտ զանգված։ Այս ամեն ինչը կատարվեց 1 ժամվա ընթացքում եւ ընդամենը 20,000 դրամով։ Հետաքրքրեց նայել մինչև վերջ։ Մեր հաճախորդի Kia Sportage-ն է, նոր ներմուծված ԱՄՆ-ից, բայց արդեն ունի բավականին շատ խնդիրներ։ Եվ եկել էր մեր մոտ կոնկրետ գանգատներով։ Շարժ չունի յուղ վառելու հակում, մեքենան կորցրել է գործոնային հզորությունը եւ ավելացել է վառելիքի ծախսը։ Նման պարագայում բացի կապիտալ վերանորոգումից, միակ բանը, որ կարելի է կատարել շարժի հետ, է ցիլինդրների մաքրման աշխատանքներն։ Տեսեք, հանել ենք այրման մոմիկները, որի ներքևում արդեն երևում է սև յուղանման եւ հաստ զանգված, որը առկա է Porsche-ների վրա։ Նույն կեղտը առկա է նաև յուղման եւ կոմպրեսիայի կոլցաների, կլապանների եւ բարձր ճնշման ֆարսոնկաների վրա։ Աշխատանքը մեր կայանում է նրանում, որ հատուկ հեղուկի միջոցով առանց շարժը քանդելու դուրս բերենք այս ամբողջ կեղտոտ զանգվածը ցիլինդրներից, որից հետո անկասկած շարժը կկատարի ավելի ճիշտ այրում, բարձրացնի ցիլինդրների կոմպրեսիան, որն էլ զգալի փոփոխություն կառաջացնի մեքենայի քաշի վրա։ Պետք է պարտադիր նշեմ, որ մեր կատարած աշխատանքը չի փոխարինում շարժի կապիտալ վերանորոգման աշխատանքների։ Հետևաբար շարժի յուղ վառելու հակումը կարող անցնի միայն այն պարագայում, եթե կպած կամ նագարակալացեն Porsche-ների կոլցաները։ Բայց ցավոք դա յուղ վառելու միակ պատճառը չի եւ ոչ միշտ է հնարավոր կանխավ ախտորոշել կոնկրետ յուղ վառելու պատճառը։ Տեսեք ինչպիսի կեղ դուրս եկավ կտորի վրա, իսկ հիմա նայենք Porsche-ների վիճակը։ Անկամ Porsche-ների գործանային QR կոդն է երևում, որն էլ նշանն է այն բանի, որ Porsche-ները չունեն ընդհանրապես մաշվածություն։ Կոնկրետ այս աշխատանքը տևեց ընդամենը 1 ժամ եւ արժեցավ 20,000 դրամ։ Արժեքները կախված են մեքենայի մոդելից, տարեթվից եւ շարժի ծավալից։ Չմոռանաք գրեք նշված տվյալները մեկնաբանություններում գնային առաջարկը ստանալու համար, իսկ մեզ հետ կարող եք կապնվել էջում նշված հեռախոսահամարով։